ծնվել մեծացել եմ Արամուսում, որ մտա տեսա այդ պահին ոնց որ բոլոր էմոցիաներս խառնվեց իրար։ Առհասարակ մտածում ես ստեղծագործելու մասին։ Գաղափարն են առաջարկում, որ իրոք զարմացած ենք մնում։ Դու արդեն մի ամբողջ աշխարհ ես հաղթահարել ու արդեն երկրորդ աշխարհում ես։ Այդքան աշակերտներ ցանկություն ունեն շնացնելու մեր հայրենիքը իրոք գովելի է։ Ասացին Հակոբյան Սրբուի, ես ասի ես եմ անցել։ Բայց իրենք անպայման վերադառնում են Հայաստան։ Այո, անպայման։ Ավելի հարազատ դարձանք ու իսկապես ընտանիք կոչվեց մեր ակումբը։ Ողջույն։ Ուզում եմ մի փոքր պատմել դեպի Բարձունք ոդքասթի մասին։ Մեր եթերը ամբողջությամբ լցված է լինելու նոր սերնդի խոսքով, խնդիրներով, ապրումներով եւ հույսերով։ Մի խոսքով ոդքասթը լինելու է պատանեկան, իսկ ես լինելու եմ այն միջնորդը, որը կստեղծի կապը ձեր եւ իրենց միջեւ։ Ոդքասթի հյուրերը լինելու են դեպի Բարձունք ակումբի անդամները Հայաստանի ամենատարբեր բնակավայրերից։ Դե բնականաբար ծրագիրը կայացնելու համար ձեր աջակցությունը խիստ օգտակար կլինի։ Ծրագրին կարող եք աջակցել, կատարելով նվիրատվություն, նկարագրությունների բաժնում գտնվող հաշվեհամարին կամ պարզապես բաժանորդագրվելով մեր YouTube-յան ալիքին։ Ողջույն բոլորին, արդեն դեպի Բարձունքի 4-րդ թողարկումն է եւ այսօր մեր հյուրն է Արամուսի ակումբից Սրբուին։ Ողջույն Սրբուի, ինչպե՞ս ես։ Ողջույն, ես լավ եմ, դուք ինչպե՞ս եք։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ, որ եկել ես այսօր։ Մի քիչ կպատմես քեզ մասին։ Ես Սրբուհին եմ, ծնվել մեծացել եմ Արամուսում, 13 տարեկան եմ եւ սովորում եմ Արամուսի Միշակակ դպրոցում։ Ինչ հետաքրքրություններ ունես։ Հետաքրքրված եմ շախմատով, արդեն 4 տարի եմ մասնակցում եմ մրցումների։ Իդեպ այս տարին վերջի տարիս է եւ երկրորդ հետաքրքրությունը շատ եմ սիրում ընթերցել, գրքեր ընթերցել։ Ինչքան որ գիտեմ, շախմատը ինչ որ աստիճաններ ունի, չգիտեմ դրանք ոնց են կոչվում, ինչ որ աստիճան ունես։ Դե ես ինքս շախմատի դպրոցում եմ գնացել մրցումների, ոչ մի պարապմունքի չեմ գնացել, բայց հիմնականում մեծամասամբ հաղթում եմ, բայց ինչ որ աստիճանի չեմ հասել։ Շատ լավ։ Ո՞նց ես սովորում դպրոցում։ Դե այս բան 8-րդ դասարան եմ ու գերազանց առաջադիմություն ունեմ։ Ընտրել ես արդեն մասնագիտություն։ Չէ, այս բանին սովորում եմ բոլոր առարկաները, որ ապագայում ինչ-որ խնդիր չլինի, ու մասնագիտությանս առարկաները ավելի լավ իմանացած լինեմ արդեն։ Բայց կա ինչ-որ առարկա, որ ավելի շատ ես սիրում։ Հումանիտար կողմն եմ ավելի շատ սիրում։ Հայոց լեզու, պատմություն, գրականություն։ Լավ գիտես պատմությունը։ Ապրես։ Ասեցիր սիրում ես ընթերցել, ինչ գրքեր ես կարդում։ Ես արկածային գրքեր եմ կարդում, շատ հաճույքով եմ կարդում, իրականում այն ինչ որ տենց յուրահատուկ բան չի տալիս մեզ, բայց շատ հետաքրքրված եմ այդ կողմով։ Իսկ ազատ ժամանակ առհասարակ ինչով ես զբաղվում։ Սիրում եմ երաժշտություն լսել, երբ դասը ես վերջացնում եմ, ընթերցանությունից զատ նաև սիրում եմ ինչ որ նոր բանաստեղծություններ սովորել, այդ կողմը սիրում եմ, նոր գրքեր կարդալ, թեկուզ եթե չունեմ ինտերնետով, որովհետև մեր գրողներին բոլորին շատ սիրում եմ։ Բանաստեղծությունները հետաքրքիր է եկնում, ինչ բանաստեղծություններ ես։ Դե լճակը, չգիտեմ, Պետրոս Դուրյանի, իհարկե գլխավորի ես իմ անուշ Հայաստանը, կապ չունի որ գիտեմ, միշտ ասում եմ։ Տենց։ Այսինքն հայկական բանաստեղծություններ ես կարդում, հրաշալի, այս որ ասացիր, դա քո ամենասիրած բանաստեղծություն։ Ես Հայաստանը։ Իսկ որ բանաստեղծին ես ամենաշատը սիրում։ Իրականում Հովհաննես Շիրազին, Պետրոս Դուրյանին։ Ինչի հենց իրենց։ Որովհետև իրենց ստեղծագործությունները հոգեհարազատ են, չգիտեմ ինձ։ Իսկ կարող է առհասարակ մտածում ես ստեղծագործելու մասին։ Իրականում չէ, երբևէ չեմ մտածել, սիրում եմ ստեղծագործություններ կարդալ, բայց ստեղծագործել ինձ թվում է դժվար մոտս լավ ստացվի։ Սիրում եմ կարդալ ավելի շատ, քան ստեղծագործել։ Հասկացա, շատ լավ։ Ասացիր, որ մասնագիտություն դեռ չես ընտրել, բայց նույնիսկ պատկերացնել չունես, ասենք ինչ կարող է լինի հետո։
Դե ինձ ինչ որ ոլորտում էս բան չեմ պատկերացնում, շատ եմ հարցում ծնողներիցս, իրանք ինչպես են պատկերացնում ինձ, առաջարկում են բժիշկ, բայց այդքան էլ ես չեմ սիրում այդ կողմը։ Իսկ ո՞նց ես նայում առասարակ կրթությանը։ Կրթվելը լավ ապագայի սկիզբն է ինձ համար, պետքա կրթվել ու կրթվել միայն։ Ինչ է տալիս կրթությունը։ Դե ապագայում ցանկացած որտեղ էլ լինես, կարողանում ես ցանկացած գաղափարի շուրջ խոսել, քննարկել, ոչ թե լուռ նստել ու լսել։ Ես ինքս սիրում եմ դա ու այս պահին աշխատում եմ բոլոր առարկաներից, թե շատ լավ իմանամ ու ստացվում է մոտս։ Հրաշալի։ Անցնենք մի քիչ քո համայնքին, կպատմես քո համայնքի մասին։ Դե մեր համայնքը զարգանում է գնալով, այս պահին ոչինչի խնդիր չունենք, ունենք ռեստորանային համալիրներ, չգիտեմ, սուպերմարկետներ, միակ խնդիրը դա մանկապարտեզի կառուցումն է, իրականում կառուցված է, բայց շահագործման չի հանձնվել։ Իսկ առասարակ ինչ հետաքրքրություններ կան համայնքում երիտասարդների համար։ Դե զբոսնելն է շատ լավ, այնտեղ ավելի հաճելի է։ Հետո գրադարաններ ունենք, դպրոցում ունենք մշակույթի տուն, որտեղ խմբակների կարող են հաճախել, ցանկացած խմբակ ունենք, ու այնպես որ նրանք միշտ զբաղված են, ազատ չեն մնում։ Ձեր համայնքում կրթության մակարդակը առասարակ ո՞նց է, երիտասարդները կրթվում են, թե տենց։ Հա, իհարկե կրթվում են, ունենք շատ լավ ուսուցիչներ, որոնք օգնում են առաջ գնանք ու ցանկություն ունեն, մեծ մասը ցանկություն ունի լավ սովորելու։ Շատ լավ է։ Հիմա արի խոսենք դեպի Բարձունք ակումբի մասին, ձեր դպրոցում երբ է բացվել, ոնց, քանի հոգի եք եւ այլն։ 2025 թվականի հունվարի 24-ին արդեն գործում էր ակումբը, ես ինքս մրցակցության շրջանից հետո եմ մտել, սկզբում եղել են 20 հոգի, իսկ այժմ 36 հոգի ենք։ Ակտիվ է թե պասիվ ակումբ։ Ակտիվ, համագումարին համարվեց զարգացող ակումբ, ոգևորված են, բոլոր լավ առաջադրանքների են սպասում, մանավանդ ամբարով են ոգևորված, այդպես։ Իսկ ո՞րն է ձեր ակումբի ամենամեծ ձեռքբերումը ըստ քեզ։ Ամենամեծ ձեռքբերումը միասնությունն է, որ կարողացանք բոլորիս մեջ հիմք դնել ու գնալով հիմա զարգանում է, ու մեր ակումբը ունեցավ մի նոր առանձնահատկություն, որ կարողանում է համապատրաստից շատ լավ գաղափարներ առաջարկել, շատ լավ որոշումներ կայացնել ու իրականում դա շատ լավ է, համախմբված ենք, կարծես մի ընտանիք լինենք ու ինչ որ տենց բաներ չկա էլի։ Ինչ ես կարծում, ինչ է փոխել ձեր կյանքում ակումբը։ Դե մենք տարբեր դասարանների հետ ոչ շատ էինք շփվում, բայց երբ որ Բարձունքի հետ ակումբը ստեղծվեց, ավելի մոտիկացանք, ժողովներ կատարեցինք, ավելի մտերմացանք, ինտելեկտուալ խաղեր էինք խաղում ձեր մեզ տրամադրած ու իրականում ավելի հարազատ դարձանք ու իսկապես ընտանիք կոչվեց մեր ակումբը։ Ինչ ես կարծում, ինչի համար է այդ ակումբը։ Ակումբը երեխաներին զարգացնելու համար է, որ ընդհանուր այդ ակումբը ստեղծվի, ավելի միասնություն զարգանա մեր այս պատանիների մոտ, ավելի միասնական լինեն, ավելի գաղափարներով կարողանան կիսվել ու ինչ-որ ամեն ինչ զարգացնում է էլի մեզ մոտ ցանկացած ոլորտ։ Իսկ հայրենիքի հետ ինչ կապ ունի ակումբը։ Դե եթե Բարձունքը մեզ օգնում է մենք կատարենք որոշ բաներ մեր հայրենիքի համար, ուրեմն նաև կկարողանանք ապագայում քիչ-քիչ շենացնել հայրենիքը ու տեսնել ապագայում խաղաղ զարգացած հայրենիք։ Հրաշալի, իսկ դու ձեր ակումբում ինչ դեր ունես։ Ես լեռնաշխարհների փոխնախագահն եմ, հետևում եմ, որ երեխեքի մոտ այդ առաջադրանքները սահուն լինի, ինչ որ խնդիրներ չառաջանա, ու ես դրա համար շատ ուրախ եմ, որ ինչ որ բանով կարողանում եմ օգնել, որ մեր ակումբը դառնա ավելի զարգացված։ Իսկ երբ ես ընտրվել փոխնախագահ։ Արդեն 1.5 ամիս է ու իրականում ինձ շատ է դուր եկել։ Իսկ օրինակ երբ որ
Պարզվեց, որ դու ես ընտրվել, ինչ զգացողություններ ունեցար, որ քեզ են վստահել այդ։ Դե այդ ժամանակ ես դաս էի անում, որ sense հերթով գրում էին շնորհավոր Սուրբի ջան, որ մտա տեսա այդ պահին ոնց որ բոլոր էմոցիաներս խառնվեց իրար, այդ ու այնքան ուրախ էի, որ ինձ են վստահել հենց այդ պատասխանատու գործը, այսինքն ես վստահելի մարդ եմ ու իրականում շատ լավ զգացումներ էր այդ ժամանակի մոտ։ Ըստ քեզ ձեր ակումբը սովորական է թե յուրահատուկ։ Դե ամեն ակումբ ունի իր առանձնահատկությունները, իր յուրահատկությունը ու մեր ակումբը նրանով է, որ լավ առաջարկներ է կարողանում կատարել, միասնական է, իրար կարողանում են օգնել, որպեսզի ակումբը առաջ գնա ու դա իրոք ստացվում է մեզ մոտ։ Ինձ թվում է, որպես յուրահատկություն դա այդ նոր գաղափարներ առաջարկներն է, այնպիսի գաղափարներ են առաջարկում, որ իրոք զարմացած ենք մնում։ Դու դարձել ես արմաղան, այսինքն հաղթահարել ես Արալիար մակարդակը, կատարել ես բոլոր առաջադրանքները։ Կասես ինչ զգացում է, որ դու արդեն մի ամբողջ աշխարհ ես հաղթահարել ու արդեն երկրորդ աշխարհում ես։ Դե արդեն ես ինձ տեսնում եմ մյուս լեռան գագաթին, որտեղ արդեն պետքա հասնեմ, էլի։ Արալիարան գագաթին եմ ինձ տեսնում, որ արդեն պետքա հասնեմ Արմաղանի գագաթին ու այդ ճանապարհը ճիշտ է լի է հաջողություններով, ձեռքբերումներով, անկումներով, բայց ես այդ ավելի արկածային ճանապարհը շատ եմ սիրում։ Իսկ ինչն է քեզ ստիպում, որ այդպես ակտիվ արագ անես առաջադրանքները։ Ինձ թվում է հետաքրքրությունը ու պարտաճանաչությունը։ Ես ինքս շատ եմ կարևորում պատասխանատվությունը, պարտաճանաչությունը ու ինձ թվում է ինձ մոտ դա որ զարգացած է, ես դրա համար մյուսների մեջ եմ դա կարևորում ու ինչպես նշեցի զարգացած է, այդ պատճառով ցանկանում եմ, որ ճիշտ ժամանակին բոլոր գործերս հասցնեմ ավարտին։ Իսկ ինչ են քեզ տվել այդ առաջադրանքները, օրինակ ինչ չգիտեիր, որ ոնց բացահայտել ես կամ զարգացրել ես ինչ-որ բան։ Դե ընդհանուր առմամբ դպրոցը մեզ տալիս է այդ ամեն ինչը, բայց բարձունքը ոնց որ ավելի խորացնում է ու ավելի շատ բան է մեզ տալիս խորը այդ թեմայի շուրջ ու շատ թեմաներ կա, որ իրոք ես ավելի եմ խորանում դրա մեջ ու ավելի հետաքրքիր է, թեկուզ ես դրանով միջև վերջ նայելով այդ առաջադրանքները լուծելով իրականում շատ է զարգացնում, այդ մտահղացումը շատ է դուր է եկել, ես էլ եմ սիրում։ Երբ համագումարի ժամանակ 400 ավել մասնակիցներից քո անունը հնչեց ու այն քչերի թվում էր, որ Արմաղան էին հասել ու բեմ բարձրացել, այդ ժամանակ ինչ զգացողություններ ունեցար։ Շատ քչերն են լսել, բայց որ ասեցին Հակոբյան Սրբուի, ես ասի ես եմ անցել, ասենց վերջկացա, ասենց զարմացած ամբողջ ակումբս գոռում էր, ասենց զարմացած բարձրացա ու միջև վերջի պահն էլ չէի հավատում, որ այդ հաստատ ես էի, ես միջև տուն եմ հասել, տենց շատ տարբեր զգացումներով լի եմ եղել, ընտանիքս էլ պատմելուց կարողանում եմ այդ զգացումները տալ իրանց, ուրախություն, հուզմունք, չգիտեմ։ Հրաշալի, ուզում եմ շարունակես այսպես ու շատ շուտով հասնես արդեն Արարատ։ Ինձ մի հետաքրքիր դեպք կհիշես պատմես ձեր ակումբից։ Հա, մեր ակումբից այդ ինտելեկտուալ խաղերը, որ խաղում էինք, այդ ժամանակ արդեն ոնց որ նոր բաներ էինք մեր մեջ բացահայտում ու իրականում ով էլ չէր կարողանում բացատրել, շատ տարբեր ձևերով էր բացատրում ու դա իրականում շատ զվարճալի էր, այդ բացատրելու խաղներ ու ոնց որ շատ ծիծաղեցինք այդ օրը ու շատ զվարճալի ժամանակ էր, անհամբեր սպասում էինք, որ էլի հավաքվենք, տենց ու էլի տարբեր խաղեր խաղենք։ Այսինքն դուք ինտելեկտուալ խաղի մրցույթ էիք կազմակերպել ինքներդ։ Չէ, մրցույթ չէ, ինքներս ոնց որ խմբերի էինք բաժանվել ու հա, ձեր ասացի պես մի բան։ Լավ անցավ, կարևոր։ Շատ զվարճալի էր, շատ ծիծաղեցինք ու տարբեր զգացումներով լի ուղևորվեցինք տուն։ Հրաշալի։ Մի հարց եմ ուզում տալ համագումարից, ավելի շատ ոչ թե համագումարից, բայց համագումարին տենց ավելի պարզ դարձավ այդ ամեն ինչը, երբ որ եկաք ու տեսաք բազմաթիվ մասնակիցներ ու դուք էլ այդ համագերքի մասն եք, դուք էլ նպաստում եք միասին գործին, այն գործին ու միասին կրթվում եք ու որ
բոլորով sense մի հատ համակարգեք, որ հետո ինչ որ բաներ եք հասած լինելու ու միասին կարող եք ինչ որ բան անել, այդ ինչ զգացողություններ ձեզ մոտ։ Ես շատ հպարտացա իմ հայրենիքով, ինչպես միշտ, որ այդքան մարդ ցանկացել է դառնալ մի մասնիկ, որը կօգնի, որ մեր հայրենիքը շենացնենք ու ավելի շատ հպարտության զգացումներ ինձ մոտ, շատ ուրախ էի, որ ես ինքս եմ դրա մեջ ու մյուս ակումբներն էլ, որ ցանկություն է այդքան աշակերտներ ցանկություն ունեն շենացնելու մեր հայրենիքը, իրոք գովելի է։ Հրաշալի։ Քանի որ խոսեցիր հայրենիքից, անցնենք հայրենիքին։ Ինչ է քեզ համար հայրենիքը։ Հայրենիքը ինձ համար մի վայր է, որտեղ ծնվում ես, մեծանում ես, քո հարազատ վայրն է, ու որը պետքա չլքես ու միայն այն շենացնես, զարգացնես, որ արդեն քո ապագա սերունդները ավելի լավ հայրենիքում ապրեն։ Իսկ ո՞նց ես պատկերացնում քո համայնքը քո հայրենիքի մեջ։ Մի մասնիկ, մի զարգացած մասնիկ, որը շատ աշակերտների է դուրս հանում ուրիշ թեկուզ երկրներ ներկայացնելու Հայաստանը։ Բայց իրենք անպայման վերադառնում են Հայաստան, Այո, անպայման։ Հրաշալի, իսկ ինչ հայրենիք ես երազում։ Խաղաղ։ Միայն։ Խաղաղ հայրենիք, ուզում եմ ժողովրդի մեջ շատ արժեքներ փոխվեն, գնան դեպի լավը, ու ինձ թվում է այդ խնդիրն է մեզ մոտ, որ շատ արժեքներ կան, որ չեն գնահատվում ու շատ բնավորության գծեր կան, որ այդքան էլ իրոք լավը չեն ու ես իրոք չեմ սիրում, օրինակ, որ լիարժեք չեն ուրախանում դիմացինի հաջողության վրա, իրականում ես հուսով եմ, որ ապագայում կփոխվի այդ մտածելակերպը ու ինձ թվում է ավելի կզարգանա մեր հայրենիքը։ Իսկ դու ով ես քո հայրենիքում։ Մի մարդ, մի աղջիկ, ով ցանկանում է իր ձեռքով տեսնի ավելի շենացված հայրենիք, ավելի հարուստ հայրենիք։ Շատ լավ է։ Իսկ դեպի բարձունքը քեզ օգնում է, որ լինես հենց այդ մարդը։ Այո, դեպի բարձունքը որ կազմակերպում է ինչ-որ բաներ, որով մենք օգուտ կտանք մեր հայրենիքին, ես դա անելով գնում եմ տուն ու ասում եմ, ես էլի բան փոխեցի իմ հայրենիքի մեջ ու այնքան ուրախ եմ լինում այդ օրը, որ ուղղակի անբացատրելի է։ Իսկ քո տարիքի պատանին առավելագույնը ինչ կարող է անել իր հայրենիքի համար, բացի ուղղակի կրթվելը։ Դե եթե բացի կրթվելուց, ուրեմն թեկուզ անգամ մի փոքր աղբը, որը խնդիր է մեր Հայաստանի համար, վերցնի, հավատացեք դրանով էլ ինքը օգուտ կտա մեր հայրենիքին, թեկուզ այդ աղբը չնետի, տեսնի, որ նետում են, ասի վերցրա, դրանով էլ ինքը շատ փոքր բաներով կարաս օգուտ տաս հայրենիքին բացի կրթվելուց, ուղղակի ցանկություն է պետք։ Իսկ ինչ տեղ ունի հայրենիքը քո կյանքում։ Կարևոր թե օրինակ դե լավա որ ինքը կա, բայց դու կարաս գնաս ուրիշ երկրում էլ ապրես։ Կարևոր։ Չէ որ ես հենց այդտեղ եմ ծնվել ու պետք է այնպես անեմ, որ այդտեղ դեռ ծնվող երեխաներ լինեն։ Ոչ թե բոլորս գնանք տարբեր երկրներ ցրվենք ու ոնց որ այդ տարածաշրջանը ավելի գնալով զարգացվածությունից իջնի։ Այս քո առաջին եթերն է, առաջինը։ Ինչ զգացողություններ ունես։ Սկզբում լարված էի, հետո դե ավելի ինքերական միջավայր եղավ, այլ լարված չեմ, ավելի հանգիստ։ Ապրես, կա ինչ-որ կոչ, որ կուզես անել քո տարեկիցներին։ Լիարժեք ուրախացեք դիմացինի հաջողության վրա։ Շատ։ Երկրում տենց շատ չի լսել, որ այդպես ասեն, շատ կարևոր հարց ես բարձրաձայնում, շատ ապրես։ Կա ինչ-որ խնդիր, որի մասին կուզես բարձրաձայնել։ Ուզում եմ մեր գյուղում արդեն պարտեզը հանձնվի շահագործման, որովհետև փոքրիկները գնում են ուրիշ տեղ ու ես ուզում եմ, որ իրենց գյուղում հենց լինի այդ պարտեզը։ Որ մնան իրենց գյուղում։ Հա, դա շատ կարևոր է։ Դե ուրեմն տամ վերջին հարցը, եթե դեպի բարձունքը ճանապարհ լիներ, ուր կտաներ։ Մի լուսավոր կետ, լեռան գագաթ, որտեղից ես կնայեմ ներքև, կտեսնեմ ինչերի միջով եմ անցել, իսկ ներքևում կանգնած իմ հին եսը կտեսնի, թե ես որտեղ եմ հասել։ Ուրեմն սպասում ենք քեզ ու բոլորիս տեսնել այդ բարձունքներում, հուսով եմ բոլորս միասին կլինենք այնտեղ։
Շատ լավ, շնորհակալություն շատ, որ մեզ հետ էիր, որ սենց լավ գաղափարներ ունես, շարունակիր այդպես։ Այսքանը, շնորհակալություն, որ դիտում էիք մեզ, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Հաջողություն։